Արսեն Թորոսյան, համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, նախ ուզում եմ ողջունել նման նախագիծ բերել ազգային ժողով եւ ես կարծում եմ, որ մենք վաղուց պետքա սա արած լինեինք եւ նաեւ պետքա մտածենք կլինկերի վրա համանման տույր դնելու հարցը ինչու, որովհետեւ մենք ի ուրախություն մեզ կարողանում ենք ամբողջական ցիկլով ապահովել ցեմենտի արտադրությունը, որը դուք ինչպես արդարացիորեն նշեցիք, ռազմավարական նշանակություն ունի։ Թեև մենք հաճախ նաև լսում էինք ժամանակին, որ ցեմենտի գինը այտենց մեծ դեր ունի շինարարության գնի մեջ, բայց իրականությունը այլ է, այնտեղ մի քանի տոկոսի խնդիր կա ընդհանրապես։ Բայց այնուամենայնիվ մեր վարած քաղաքականության եւ ոչ միայն դրա պատճառով մենք խնդիր ունենք ներքին արտադրողներից, մեծ արտադրողներից մեկի հետ, խոսքը Հրազդան ցեմենտի մասին է։ Ես գիտեմ, որ այնտեղ կա սնանկացման գործընթաց, որը հերթական սնանկացման գործընթացներից է վերջի տասնամյակների ընթացքում։ Ու նաեւ հաշվի առնելով այդ ռազմավարական դերը ու նաեւ այն ցեմենտի մարկաները, որ Հրազդան ցեմենտը արտադրում է, կառավարությունը որևէ ճանապարհային քարտեզ ունի այդ հսկային փրկելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Թորոսյան հարցի համար։ Հրազդան ցեմենտի հետ կապված ասեմ, որ այո, այդ գործընթացը այս բան գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Մի քանի անգամ կոնսուլտացիաներ եւ հանդիպումներ ա եղել այնտեղի սեփականատերերի հետ եւ այս բանին մշակվում է ճանապարհային քարտեզ, ինչպես կարելի է այդ հարցը լուծել։ Գիտեք, որ այնտեղ ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել, որի արդյունքում սնանկացման գործընթացը սկսել։ Ինչ վերաբերում է ցեմենտին, մենք դուք նշեցիք կլինկերի հետ կապված հարցը, այս բան ունենք երկու կլինկերից ցեմենտ արտադրող ընկերություններ, եւս երրորդը ներդրումներ են կատարում, բայց մենք լիահույս ենք, որ առնվազն նրանցից մեկը ելի կշարունակի ամբողջական ցեմենտի արտադրությունը, որը կբերի ելի ցեմենտի ինքնարժեքի որոշակի նվազեցման, մրցակցային լավ դաշտ ստեղծելու արդյունքում։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն Զաքարյան, ուզում եմ մի առաջարկ անել, որը միգուցե քննարկումների արդյունքում դառնա կենսունակ, այսպես ասած, տեսեք, նաև հաշվի առնելով կառավարության վարած քաղաքականությունը նմանատիպ մեծ ռազմավարական օբյեկտների հետ, այդ թվում հանքարդյունաբերական, ես առաջարկում եմ նաև դիտարկել Հրազդան ցեմենտի առողջացման ծրագրում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը, որտեղ անքննելի է, որ եթե մենք ներքին արտադրության խոշոր, այսինքն խոշոր գործարաններ չունենանք, որոնցից մեկը ասեցի Հրազդան ցեմենտն է, մենք կարող է ինչ-որ մի փուլում կանգնենք լուրջ մարտահրավերի առաջ, իհարկե այնտեղ տարբեր մեխանիզմներով դա կարող է տեղի ունենալ, այդ առողջացման գործընթացի ընթացքում, պետության կողմից ներդրումների միջոցով, բայց ես կարծում եմ, որ մենք ինքնահոսի, պարզապես հաշվի առնելով ամեն ինչ դատական պրոցեսը, նահանգության պրոցես, մենք ինքնահոսի թողնելու իրավունք պարզապես չունենք նման ռազմավարական գործարանների ճակատագիրը։ Շնորհակալություն։ Միանշանակ ճիշտ եք, ինքնահոսի թողնելու այս պահին խնդիր չկա, ինչ վերաբերում ձեր առաջարկին, կարծում եմ հետագա հանդիպումներում կդիտարկենք, եթե հնարավորության տարբերակներ կան, իհարկե նաև պետությունը կմասնակցի։ Շնորհակալություն, Արտուր Խաչատրյան։ Պարոն փոխնախարար, նախ այսօր եկսական նախաձեռնությամբ դուք երգում եք նախարարի այն փիլիսոփայությունը, որ ցանկացած պրոտեկցիոնիստական գործունեություն բերելու է հակազդեցության, կա առևտրի համաշխարհային կազմակերպություն եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում հարցս երկու հարց տամ։ Ասում եք 14000 է եղել, հետո իջեցվել է 2000-ի։ Խնդրում եմ հիմնավորեք թե ինչու։ Եվ երկրորդը դարձյալ վերաբերվում է Հրազդանի ցեմենտի գործարանին, որովհետեւ բազմաթիվ աշխատողներ ինձ գրել եւ զանգարել են այս հարցով։ Ընկերությունը գտնվում է հարկադիր պարապորտի վիճակում եւ գոնե 2 շաբաթ առաջվա դրությամբ, որ ինձ են տեղեկացրել, կային աշխատավարձի գծով պարտքեր։ Խնդրում եմ ասել, արդյոք այդ հարկադիր պարապորտը շարունակվում է եւ ինչ հաջողություն կա աշխատավարձի գծով պարտքերը վճարելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցի համար։ Քանի որ կարգավորումը ժամանակավոր է, կարծում եմ համաշխարհային առևտրային ընկերության ինքը ժամանակավոր լիցենզավորումը եւ տուրքը ժամանակավոր է 6 ամսով է, դա համար տենց խնդիր չենք ունենա։ Ինչ վերաբերում է Հրազդան ցեմենտին, ինքը քրեական
գործի շրջանակներում այս պահին ընթանում շատ մանրամասներ ոչ տիրապետում եմ, ոչ կարող եմ բարձրաձայնել, բայց կարծում եմ դուք էլ գիտեք, որ ֆինանսական որոշակի խնդիրների արդյունք է, որ հիմա այդ վիճակում է, բայց կառավարությունը աշխատանքներ իրականացնում է, որպեսզի կարողանա առնվազն աշխատակիցների աշխատավարձի պահքի հարցը լուծել։ Արձագանք։ Պարոն փոխնախարար, իհարկե ամեն ինչ ժամանակավոր է, կյանքն է ժամանակավոր։ Ես հիշեցնեմ, որ 2021 թվականին կառավարությունը օրինակ էմբարգո էր հայտարարել թուրքական ծագման ապրանքների վրա, եւ դա ունեցել է Հայաստանի տնտեսության վրա շատ մեծ դրական ազդեցություն։ Այդ համար էլ 6 ամսով էլի երկարաձգել են։ Ինչի հանեցին, այդ դա արդեն քաղաքական խնդիր է։ Բայց 14000 դրամից 7 անգամ կրճատել, ուզեմ հասկանամ պատճառը, որտեղ ժամանակավոր կարելի է 14-ից հարկել 18, 26, հիմա ինչքան եք սարքում, չեմ մանում թիվը, 8000, բայց 7 անգամ կրճատել եք, դա չի կարող չունենալ տնտեսական հիմնավորում, ժամկետայնությունը շիվան չի նշանակում, համար խնդրեմ տնտեսական հիմնավորումը բերեք, եւ երկրորդը, օքեյ, ես ուղղակի ինձ գրող մեր ընտրողների հայրենակիցների անունից այդ խնդիրը ձեզ փոխանցում եմ, աշխատանքներին հաջողություն եմ մաղթում, որովհետև քանի դուք աշխատում եք, այդ մարդիկ աշխատածի համար փողը դեռևս չեն կարողանում ստանալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիմնավորումը եղել է ներքին շուկայում ցեմենտի շուկայի դրսևորած խնդիրները, քանի որ տեղական արտադրողները կարծես թե դարձել են մենաշնոր եւ արդյունքում իրականացել են այլ գնագոյացում, որը որ խնդիր առաջացել է։ Ես այդքանով եմ տեղակայել տեղից ու դրանից հետո իջացվել է, որպեսզի ելի կարգավորվի։ Այսինքն գործընթացը եղել է այնպես, որպեսզի ամեն դեպքում ճիշտ մրցակցային եւ արդեն մրցակցային պայմաններ ստեղծվեն երկուստեք եւ որևէ պարագայում որևէ մեկը մենաշնորհից չօգտվի եւ չպատճառաբանված գին չներկայացնի։ Ինչ վերաբերում է ցեմենտի հրազդան ցեմենտին, շնորհակալություն անակնկալության համար, մենք նույնպես աշխատում ենք այդ ուղղությամբ եւ հաջողության լինելու դեպքում անպայման կտեղեկացնենք։ Սիսակ Գաբրելյան։ Շնորհակալ եմ, պարոն փոխնախարար, փորձեմ արագ ձևակերպել հարցերս։ Դուք գործընկերուհուս հարցին պատասխան ասիք ունեն կառավարության մի շարք ծրագրեր, այդ 30%-ի վերադարձ, եթե ներդրում են անում, կուզենայի իմանալ, այս ընթացքում եղել է գետ մեկ ընկերություն, որ օգտվել է եւ օրինակ իր այդ ենթակառուցվածքը զարգացրել է եւ օգտվել է, որ ընկերությունն է եղել, ու որ ասում ենք տեղական արտադրողներ, ուզում եմ հասկանամ այդ հոգնակի է, թե եզակի է, քանի ընկերություն կա, որ արտադրում է, ու ունենք հաշվարկ, օրինակ հիմա որ 8000 դրամ ենք դնում, ինչքան է նստում ինքնարժեքը այդ ընկերությունների վրա, ինչքան են իրանք վաճառում, շահույթը ինչքան է եւ սրանով ինչքան ազդեցություն կունենա։ Շնորհակալություն պարոն Գաբրելյան, ինքնարժեքի մասով հաշվարկը ես խոսքումս ներկայացրեցի մոտավորապես, բայց եթե ավելի հստակ լինեմ, որտեղից է գալի 8000 դրամը, դա այն հարկային մասի գեներացումն է, որը տեղական արտադրողը իր գործունեության արդյունքում գեներացնում է, իսկ ներմուծողը չի գեներացնում, այսինքն այդ մասով առնվազն համահարթեցում է գնում, իսկ ինքնարժեքի մեջ, եթե ավելի հստակ լինենք, 10000 դրամն է ամենաարդար իրավիճակը, բայց քանի որ մենք միտում չունենք նաև ներմուծողին նեղացնելու, այսինքն այնպիսի միջավայր ենք ստեղծում, որ արդար մրցակցային իրավիճակ լինի, առնվազն հարկերի համահարթեցման մասով պետք է հավասարություն լինի, իսկ արտադրողները մի քանիսն են, եզակի չի, այնտեղ կա եւ Արարատ ցեմենտի գործարանը, Արարատում այլ կլինկերից արտադրող գործարան կա, հիմա նոր ներդրող կա, էլի կլինկերից արտադրելու ցեմենտ, այսինքն կան եւ ինչ վերաբերում է մեր միջոցառումներից օգտվողները աջակցման ծրագրերից, բավականին շատ ընկերություններ կան, եթե ցեմենտի ոլորտում եք ասում, լիզինգի ծրագրից կան, որ Ավարտեք։ օգտվել են։ Արձագանք։ Շնորհակալ եմ, եթե օգտվել են շատ ավելի, ուզում եմ հասկանալ, ասում եք 10000 դրամ, այսինքն եթե այս տուրքը չլիներ կամ ընդհանրապես տուրք չլիներ, օրինակ հայաստանյան շուկայում այդ ներկրված ցեմենտի գինը ինչքան կարժենար եւ տեղական արտադրողի կողմից ինչքան կարժենար։ Պարոն Գաբրելյան, այս տուրքը մենք դնելով չենք ենթադրում ցեմենտի գնի ավելացում։ Մենք ենթադրում ենք, որ
այն լրացուցիչ գեշաուտը, որը իրականանում է, առաջանում է ներմուծող ցեմենտից, պետք է ուղղակի այդ գեշաուտը փակվի եւ հնարավորինս արդար մրցակցային պայմաններ ստեղծվի արտադրողի եւ ներմուծողի մեջ, որտեղ դուք լավ գիտեք, որ այնտեղից որտեղից ներմուծում են տարբեր երկրներից, այնտեղ կան օրինակ, եթե խոսում ենք կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության, այնտեղ սուբսիդավորվում է ամբողջությամբ էներգակիրները, որը արտադրության 51%-ն է։ Մենք ոչ թե գնի բարձրացման հետ կապված խնդիր ենք լուծում, այլ հակառակը մենք առաջարկում ենք, որ լինի մրցակցային արդար պայմաններ ու գինը չբարձրանա։ Շնորհակալություն, հարցերը ավարտվեցին։ Զբաղեցրեք ձեր տեղը, հարակի ձեռքությամբ հանդես կգա տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ծիրունյանը։ Պարոն Ծիրունյան, եկեք